հաջորդ խստացումները վերաբերում էին հայկական դպրոցներում ուսումնական ծրագրերին։ Խիստ սահմանափակումներ են դրվում պատմության ծրագրերում, հայոց պատմության ուսումնառությունը, հայոց եկեղեցու պատմություն ուսումնասիրելը, այս ամենը լրջագույն սահմանափակումների է ենթարկվում եւ ծրագրային վերանայումներ են կատարվում, այսինքն կառավարությունը, օսմանյան իշխանությունները միջամտում էին նաեւ բովանդակության հարցերին եւ թույլ չէին տալիս այնպիսի հարցերի մասին անդրադարձ կատարելու, որի արդյունքում հայերի մոտ կարող էր ազգային ինքնագիտակցությունը այնպիսի հարցերի պահանջարկ ձևավորել, որ օրինակ հայերը պարտադիր իրենց պատմական անցյալի պես նորից պետք է ունենային պետություն։ Բնականաբար այս սահմանափակումները բերում էին նաև հակադարձում։ Եվ այն կամայականությունները, հարստահարումները, անձ եւ գույքի ապահովության բացակայությունը, որ կար Օսմանյան կայսրության պայմաններում, այս ամենի խստացումը բերում է հակադարձ ռեակցիայի։ Սկիզբ է առնում օրինակ հայդուկային շարժումը, որպես ճարահատյալ դրսևորում հայ երիտասարդ տղաները ինչ որ մի վրիժառու գործողություն էին կատարում, օրինակ իրենց հարազատների կամ հարազատ բնակարարի նկատմամբ իրագործված անարդարությունների դիմաց վրեժ էին լուծում, համապատասխան թուրք կամ քուրդ պաշտոնյայի նկատմամբ եւ այնուհետեւ հեռանում էին լեռներ եւ պարտիզանական պայքար էին մղում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։